Աստծուն սիրելիներ, Աստված օրհնի քեզ։ Ողջունում եմ ձեզ աշտարակի կյանքի խոսք եկեղեցու։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Շնորհակալություն Աստծուն, որ դու այսօր եկել ես, որ այսօր քո մոտ ստացվել է, եկել ես հավաքույթին, եկել ես պաշտամունքին, ծառայությանը։ Աստված գործում այստեղ սիրելիներ եւ Աստված մեր մեջ է։ Ամեն փառք Աստծուն, Աստված մեր մեջ է, մենք պետք է միշտ մեր սրտերը պատրաստենք, մեր անձերը պատրաստենք ամեն անգամ, երբ գալիս ենք մենք, գիտես, գիտակցաբար գանք, հասկանալով գանք, ողջամիտ վարդապետությունով գանք, ողջամիտ հավատքով գանք, ամեն։ Գիտես, հավատքը նույնպես պետք է լինի ողջամիտ։ Այո, հավատքը գերբնական է, բայց Պողոս առաքյալը Տիտոսի թղթում գրում է, որ ողջամիտ հավատքով մոտեցեք Աստծուն։ Ամեն դրա համար մենք պետք է մեր անձերը պատրաստենք, հասկանանք ինչի համար ենք գալիս, ում համար ենք գալիս եւ ով է այստեղ տիրում եւ թագավորում։ Այստեղ տիրում եւ թագավորում Աստված։ Այստեղ տիրում եւ թագավորում Սուրբ Հոգին եւ մենք ամեն ինչ անում ենք նրանով, նրանից եւ դեպի նա։ Եվ թող փառավորվի նրա անունը։ Ամեն արժանի առնելու փառքը, պատիվը, մեծարանքը։ Մենք ուղղակի ռիտուալ չենք անում այստեղ, ծես չի, սա ծիսակատարություն չի, սա կենդանի հավատք է, որ գալիս ենք այստեղ, պաշտում ենք կենդանի Աստծուն, ամենակարող Աստծուն, ով իր կյանքը տվեց մեզ համար, ով եկավ այս աշխարհ եւ զոհվեց Գողգոթյան խաչի վրա եւ ազատեց մեզ մեղքից, անեծքից ու մահից։ Ամեն, եւ մենք ազատ ենք այդ ամեն ինչից։ Փառք Հիսուսին եւ գանք Տիրոջ առաջ, այո, գանք նրա սրահները ուրախությունով, գանք նրա առաջ սուրբ երկյուղով, գանք նրա առաջ հավատքով, սպասումով։ Ամեն, մեր Աստված հավատարիմ է, լսի։ Թեկուզ այն ժամանակ, երբ որ մենք հավատարիմ չենք, այդ ժամանակ էլ Աստված հավատարիմ է, գիտես։ Լինում է, չէ, որ մենք հավատարիմ չենք լինում։ Սխալվում ենք, թուլանում ենք, բայց հենց այդ ժամանակ Աստված իր հավատարմությունը ցույց է տալիս։ Աստված հենց այդ ժամանակ իր հավատարմությունը ցույց է տալիս։ Աստված մեր նման չի մտածում։ Մեկ մարդիկ չէ, որ իր դիմացինը, ընկերը, ասենք, հավատարիմ չի լինում, նեղանում են։ Ասում են, վերջ էլ դու իմ ընկերը չես, դու հավատարիմ չես։ Դու լքեցիր, թողեցիր ինձ դժվարության պահին ու այդպես բաներ է, հարաբերություններ է խզվում, բայց ասեմ, որ մեր Աստված այդպես չի։ Որ մենք թուլանում ենք ու մեր հավատարմությունը թուլանում է, հենց այդ ժամանակ Աստված սկսում իր հավատարմությունը ցույց տալ, որ տեսնես ինքը հավատարիմ է, ինքը բարի է, ինքը ողորմած է, եւ ոչ մեկի չի թողնում։ Փառք Հիսուսին։ Գնանք առաջ, գնանք խոսքի մեջ, ժողովուրդ ջան, այսօրվա խոսքի վերնագիրը այսպես է, սովորիր սպասել։ Այսօր խոսալու ենք սպասումից։ Չէ, ում է պետք սպասել, ով կարիք ունի սպասելու։ Մենք մեր ազգը բանա, չէ, անհամբեր ազգ է։ Իսկ ով է սիրում սպասել, ես չեմ սիրում։ Բայց մեզ պետք է սովորել սպասել, ամեն։ Այդքան էլ չենք սիրում, որովհետև ամեն ինչ ուզում ենք, որ շուտ լինի։ Չէ, ամեն ուզում ենք ամեն ինչ շուտ լինի։ Շուտ ու շատ, հայի բնավորություն է։ Շատ եմ ուզում ու շուտ, բայց երբեք տես չի լինի։ Բայց Աստված հակառակն է ուզում։ Գիտես, Աստված ուզում է, որ մենք սպասել սովորենք, որովհետև սպասելու ընթացքում մեր ներսում բաներ է կատարվում, զգացել ես, օրինակ ինչ-որ բանի պետք է սպասես, քո ներսում սկսում է բաներ կատարվել։ Մենք Աստծուց ինչ-որ բաներ ենք ուզում, եւ որպեսզի Աստված մեզ այդ բաները տա, մեր մոտ սկսում է բաներ տեղի ունենալ։ Բայց որպեսզի Աստված մեզ այդ բաները տա, իրան պատրաստվել պետք չի։
Քո ամենակարող Աստվածը։ Ինքը երբ եւ ինչ ուզենա կտա։ Բայց երբ եւ ինչ ուզում ես չի տալիս։ Չէ տալիս է, բայց ինքը ժամանակները գիտի։ Բայց երբ որ ուշանում է, չմտածես չի կարողանում, դրա համար եմ ասում։ Ամեն։ Այլ Աստված ուզում է, որպեսզի մենք այդ ընթացքում պատրաստվենք։ Ոչ թե ինքն է պատրաստվում, հա? Ասենք ասում է, Ռիփսիմեն ինձանից նա բան ուզել, սպասի գնամ պատրաստեմ, որ Ռիփսիմեի ուզածը կարողանամ տամ։ Տենց չի, ինքը միշտ պատրաստ է։ Ինքը քո մտքերներ է լսում։ Այմա որ մտքերով ստեղ ես, ինքը գիտի որտեղ ես։ Բայց որ ստեղ լինես, ինքը քեզ բան կասի անպայման այսօր։ Չի գնում պատրաստվի ինքը։ Ասենք կանգնել ես աղոթքի, մեկ էլ ասում Աստված կներես մի ամիս սպասի կտամ, չէ ինքը երբ եւ ինչ ուզի կարա տա։ Այլ ինքը ուզում է դու սպասես, որ այդ սպասելու ընթացքում պատրաստվես։ Այն ինչի պատրաստվես, ընթացքում կիմանանք։ Այսօր մի քիչ էլ ձեզ սպասացնել կարող է տամ։ Որովհետեւ այդ պատրաստման ընթացքում շատ բաներ է կատարվում մեր ներսում, չէ՞։ Լիքը բաներ է կատարվում մեր ներսում։ Նոր ասացի, չէ՞, ներվայնանում ենք, բարկանում ենք։ Սկսում ենք բաներ խոսալ, որ ես ինչ բառ ասեցի, բայց այդ բառը իմ մեջ չկար։ Այդ բառը քո մեջ կար։ Ուղղակի այդ սպասման ընթացքը տեղի ունեցավ այնպիսի մի բան, որ այդ բառը քո մեջից դուրս եկավ, դու հասկացար, որ բառեր ես ասում, որը գիտեիր քո մեջ չկար, բայց պարզվում է, որ կար։ Եվ դրա համար էլ Աստված մեկ-մեկ թույլ է տալի մեր ներսում բաներ կատարվի եւ հիմնականում աշխատում է այդ սպասման ընթացքում։ Հալելույա։ Երբ որ Աստված սկսում է ուշացնել, չի ասում ենք ուշացնում է կամ դանդաղացնում է մեր ուզած բաները, ձգում է մեր ուզած բաները տալուց, այստեղ մեր սրտի մեջ ինչ-որ բաներ է կատարվում, բայց ասեմ դա, որ դա միայն մեր օգուտի համար է, մեր օգուտի համար է, ժողովուրդ ջան, հենց սպասումի ժամանակը, որ մենք ճանաչում ենք ում, ինքներս մեզ, այդ սպասումի ժամանակ դու սկսում ես քեզ ճանաչել, նոր ասեցի չէ, բաներ ես ասում, բաներ ես խոսում, բաներ ես մտածում, որտեղ սպասելը լավ չի, բայց դու ուրիշ չար չունես, դու պետք է սպասես, չէ, բանկում հիմա ինչքան լավ է, չէ, գնում ես, այդ բանը քաշում ես կտրոնը և գրածա, օրինակ L47 և կտրոնի վրա էլ գրված է, որ քեզանից առաջ 12 հոգի կա, և դու ստիպված պետք է սպասես, ուրիշ տարբերակ չկա, երբ որ Աստծու մոտ գնում ես մի հատ հարցով, Աստծուց բան ես ուզում, հենց չի որ տենց հերթագրված է, բայց Աստված գիտի ժամանակը, և ասեմ, որ քեզանից էլ է կախված այդ ժամանակը, քո սպասման վիճակից, թե երբ կհասնի քո ժամանակը, բայց այդ սպասման ընթացքում ընթացք է, ես չգիտեմ դու ինչ ես ուզել Աստծուց, կամ ինչ ես սպասում, վերջի անգամ ինչ ես ուզել Աստծուց, միգուցե դա արդեն մի շաբաթ է, հələ ձեն չկա, կարող է մի ամիս է ձեն չկա, կարող է 1 տարի է, կարող է 10 տարի է, բայց ձեն չկա, բայց գիտես, որ դա քոնն է, բայց դա քեզ պետք է, և Աստված հավատարիմ է, և Աստված ամենակարող է, բան ինչի է ձգում, ինչի է ուշացնում, ինչ եղավ իմ ասպետը ձիի վրա, ինչ եղավ, սպասի, ուրեմն բան կա փոխվելու, սպասումը սիրելիս, դա պատիժ չի, դա նվեր է, ամեն,
Հալելույա։ Աղոթքի պատասխանների ուշացումը մեզ նվեր է, ոչ թե պատիժ։ Որովհետև գիտես Աստված ինչ անում, Աստված հոգ է տանում ոչ թե արդյունքի, այլ նաև այդ ընթացքի, այդ պրոցեսի համար։ Աստված հոգ է տանում, որ դու այդ ընթացքում ավելի լավը դառնաս։ Ոչ թե արդյունքն է պետք, ավտո եմ ուզում ու ավտոն մի անգամից եղավ, այլ այդ ավտոն ձգվում է, բայց քո համար ասել են, որ դու ավտո ես ունենալու, կամ ինչ ես ուզում ունենաս, բնակարան, ամուսին, կին, երեխա, ինչ ես ուզում ունենաս, դա ունենալու ես դու, քո համար մարգարեացել են, ասել են, բայց չկա ինչ եղավ, հələ ժամը օրել են ասել, բախի ժամը օրն էլ անցավ, էլի չեղավ, բայց ոնց եղավ, ես չգիտեմ, ուրեմն սպասի, որովհետև այդ սպասման մեջ որակ է բարձրանում, կամ հակառակը, կամ էլ տենում ես գնաց, դե եկա չտվեց, ես էլ գնացի, որովհետև դրա համար է եկել, բայց եթե եկել ես Հիսուսին ծառայես, ուրեմն դու ճիշտ եկեղեցում ես, ստեղ Հիսուսին ծառայում ես, իսկ մնացածը կտա չի տա, ինքը գիտի, մնացածը բոնուս է, կտա, չի տա, այստեղ ով գալիս է Հիսուսի աշակերտը, ամեն, իսկ Հիսուսի աշակերտը ապրում է Հիսուսի խոսքով, նրա պատվիրաններով և նրա համար, ամեն, հալելույա, երբ դու Եթե դու ունես Աստծուց խոստվող, եթե կա մարգարեություններ, ուրեմն դա լինելու է։ Ամեն։ Բայց երբ դու ճիշտ ես սպասում, երբ որ դու ճիշտ ես սպասում, գիտես սպասելուն ճիշտ ձև կա, իսկ Աստված ձգում է, Աստված ուշացնում է, որպեսզի դու դառնաս այն, ինչ որ ինքը ուզում է դու լինես, որովհետև երբ որ մենք մանուկ ենք և Աստծուց մի բան ենք ուզում և ինքը դա մեզ տա, մենք կփչանանք։ Եթե հիմա օրինակ իմ մեծ տղան արդեն մեր ավտոն քշում է, ես վստահում եմ իրան, և արդեն 15 տարեկան է, ես սովորացրել եմ, քշում է, իրա կողքը նստել եմ, բայց օրինակ եթե իմ փոքր տղեն գա, ես իրան չեմ տալ ավտո, որտեղ ինքը դրա համար դեռ պետք է աճի, թե սենց, վերջը պետք է աճի, մեր Աստված էլ է այդպես անում, ինքը տալիս է այն ժամանակ, երբ որ դու կարաս դա ճիշտ օգտագործես, բայց եթե տամ իմ փոքր տղային, ինքը կգնա, կխփի, կջարդի, դրա համար Աստված խնայում է քեզ, որ քո ուզածը չի տալիս, լավ է, գոհ ես, ամեն ժամանակ գոհացեք Տիրոջից, անկախ նրանից ինքը ձեր ուզածը տվել է, թե չէ, որովհետև բարի է, ասա բարի է, ասած խոսք կա, չէ, ասում ենք բարին էլ էտ է, եթե չունես քո ուզածը, բայց շատ ես ուզում, գիտեմ, ինձ քեզ պետք է, ես էլ եմ շատ ուզում դու էդի ունենաս, բայց ասա բարի է, հալելույա, որ դու դառնաս իրա ուզածը, ինքը այ Աստծո նպատակը էդ է, եկեք ճանաչենք Աստծուն, ինչպիսին նա ինքը կա, երբ որ դու սպասում ես Աստծուց ինչ-որ բան, բայց քո ուզածը ուշանում, այդտեղ ինչ է, ստուգվում ես, ստուգողական է, լսեք, մեր կյանքը, մեր ամբողջ կյանքը ստուգողական է, դու ամեն մի օրը դու արթնացար ստուգողական է, ստուգվում ես, արդյոք այդ սպասման ժամանակ ինչ տեղի կունենա քո մեջ, ստուգվում է մեր հավատքը, ստուգվում է մեր վստահությունը, ստուգվում է մեր հավատարմությունը, չէ, ասեցի չէ, մարդիկ կան չեն դիմանում, նեղանում են, գնում են, արդյոք հավատարիմ կլինենք այն ժամանակ, երբ որ Տերը մեր ուզածները չի տալիս մի անգամից, այսինքն դու սպասում ես Աստծուն,
որ Տերը գործի, թե արդեն սկսում ես մարդկայինով անել։ Ինքան բաներ կա, սիրելիներ, որ մենք սկսում ենք անել մարդկայինով։ Մի րոպե Աստված ինձ ասել է այս բանը, եւ ես պետք է ունենամ, եւ չի տալիս, ես սպասի ես իմ ձևերով փորձեմ սրան հասնել։ Ոնց որ թե Աստված ուշանում է։ Աստված ուշանում է։ Բայց ինքը միշտ ճիշտ է։ Գուցե 5 րոպեեր է մնացել, որ 5 րոպե էլ համբեր էիր։ Չէ, մեկ մեր համբերությունը մեզ խանգարում է, ուսախափանում։ Եկեք միտեղ նայենք Աստվածաշնչից Առաջի Թագավորաց 13-րդ գլուխ։ Այստեղ խոսում է Սավուղի մասին։ Սավուղը, ով չգիտեր, թագավոր էր եւ եկավ մի պահ, երբ որ պատերազմից առաջ, պատերազմ գնալուց առաջ պետքա զոհեր մատուցեին Աստծուն եւ այդ զոհը պետքա մատուցեր Սամուել մարգարեն, քահանան պետքա զոհ մատուցեր, թագավորը իրավունք չուներ զոհ մատուցելու եւ Սամուելը Սավուղին ասեց 7 օրից կգամ, 7 օր սպասել կգամ եւ զոհը կմատուցեմ եւ տեսեք 7-րդ խոսքից Առաջի Թագավորաց 13-րդ գլուխ 7-ից 14-րդ խոսքը կարդանք միասին եւ եբրայեցիներից ոմանք անցան Հորդանանի գետ եւ գնացին Գադի եւ Գաղադի երկիրը բայց Սավուղը դեռ Գաղգաթայում էր եւ ամբողջ բանակը վախից դողալով հետևում էր նրան եւ նա Սամուելի որոշած ժամանակի չափ 7 օր սպասեց բայց Սամուելը Գաղգաղա չեկավ եւ ժողովուրդը սկսեց ցրվել նրա մոտից տեսեք 7 օր ասել էր Սամուելը եւ չեկավ եւ ժողովուրդը սկսեցին եկեղեցուց գնալ պատկերացնես Տերը բանախ ասել հովիը բարձրացել այստեղից ասել է այս ինչ օրը մարգարեական հոգիա գալու բոլորիդ համար մարգարեություն ալինելու բոլորդ բժշկվելու եք ու մեկ էլ եկել է այդ օրը մեկ էլ չկա ոչ մի բան տեղի չի ունենում սպասում ենք Տեր շարժվի Տեր գործի բա ուր ես Աստված չի գործում մեկ էլ տեսնում եմ եկեղեցին գնաց Այն մարդ ինչ անեն, լավ սպասի ինձնով մի բան անեն, ստից մարգարյանամ հետ կան, այսպես մի հատ իրավիճակ է պատկերացնում եք, և ասում է, 7 օր սպասեց, ժողովուրդը սկսեցին ցրվել նրա մոտից, և Սավուղը ասեց, ինձ մոտ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհը, և ինքը մատուցեց ողջակեզը Եվ երբ վերջացրեց ողջակեզը մատուցելը, այդ ժամանակ էլ եկավ Սամուելը, 10 րոպե ժողովուրդ, 10 րոպե, և Սավուղը ընդառաջ գնաց նրան դիմավորելու և բարևելու նրան, և Սամուելը ասեց, այսինչ ես արել, և Սավուղը ասեց, տեսա որ ժողովուրդը ցրվում են, միշտ ունենք չէ սենց բաներ, պատճառաբանություններ, բան, Տեսա, որ ժողովուրդը ցրվում են իմ մոտից, իսկ դու չեկար քո որոշած օրերին եւ փղշտացիներն էլ հավաքված են, այն ժամանակ մտածեցի, որ փղշտացիները հիմա ինձ վրա կիջնեն Գաղգաթա, իսկ ես դեռ աղոթք չեմ արել Տիրոջ առաջ, դրա համար էլ հարկադրված եղա մատուցելու ողջակեզը։ Ես ասես կա, սաղսես դա խոսքով ապացուցում է։ Խոսքով, ասացով, թշնամին եկել է, բա ես ինչ պետք է անեմ, ժողովուրդը ցրվում են, բա պատերազմը պետք է հաղթեն, ասել ես 7 օրից կգամ, բա ուր ես, ես էլ հարկադրված եղա, դե հարկադրված գնացի, դե մի բան արեցի, չգիտեմ,
տեսա չես տալի, ես գնացի ընկա պարտքերի տակ, պարտքարեցի, չգիտեմ, միսիա վեկալա, տոկոսի տակ ընկա, Տեր ջան, տեսա չես տալի, կա մի օր էլ համբեր էր տար, բայց ասել էր կորնեմ, բայց այդ վաղտեր է պետք, մեբել էի ուզում, բա ինչ անեի, օրինակ եմ ասում ժողովուրդ, ու տեսեք ինչ ասում, հարկադրված ասում է, և Սամուելը ասեց Սալողին, դու հիմարություն ես արել, որ չես պահել քո Տեր Աստծու պատվիրանը, որ նա պատվիրել էր քեզ, որովհետև հիմա Տերը պիտի հավիտյան հաստատեր քո թագավորությունը Իսրայելի վրա, բայց հիմա քո թագավորությունը հաստատուն չի լինելու։ Տերը իր համար, իր սրտի համաձայն մի մարդ է փնտրում և Տերը նրան իշխան պիտի նշանակի իր ժողովրդի վրա, որովհետև դու չպահեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ։ Սիրելիս, ինչ իրավիճակում էլ լինես, ինչքան էլ ցանկությունը և կարիքը խեղդում է, դրդում է քեզ, Տիրոջ պատվիրանը պահիր, մի անցի Տիրոջ պատվիրաններից, Աստված հավատարիմ է, Աստված գիտի, որ ժամանակին քեզ ինչա պետք, և Աստծո տվածը քեզ ուրախություն կբերի, Աստծո տվածն է, որ խաղաղություն, ուրախություն է բերում, բայց երբ որ մենք անում ենք մարդկայինով, մեր հասկացողությունով, մեր որոշումներով, առանց Աստծո պատվիրանը պահելու, առանց Աստծո կամքը լսելու և կատարելու, դրա հետևանքները շատ վատ է լինում։ Եվ մենք տեսնում ենք խոսքի մեջ։ Տեսեք ինչ տեղի ունեցավ Սավուղ թագավորի վրա։ Լսեք 10 րոպե համբերում էր և իր թագավորությունը հավիտյան Աստված հաստատում էր, բայց չդիմացավ, չհամբերեց, ինքը չկարողացավ սպասել, ճիշտ սպասել չգիտեր, և դա նրա կյանքում ճակատագրական եղավ։ Սիրելիս, եթե դու քո կյանքը տվել ես Աստծուն, եթե քո կյանքը հանձնել ես տվել ես Աստծուն, ուրեմն թող ինքն էլ որոշի, որ ժամանակ, երբ, ով և ինչպես։ Ամեն, կլինի ինքը որոշի, որ ժամանակ, երբ, ով և ինչպես։ Ամեն, Փառք Հիսուսին։ Եթե Աստված ասել է քեզ, ուրեմն անպայման անելու է, բայց մեր սպասումի ձևից, մեր սպասումի պրոցեսից շատ բան է կախված։ Փառք Տիրոջը։ Գիտես, սպասման այդ ընթացքը մեր ներսից, այդ սպասման ընթացքը մեր ներսից դուրս է հանում, դուրս է մղում շատ անպետք բաներ, ոչ պետքական բաներ, սպասման ընթացքը մեր կյանքից հեռացնում է շատ անպետք մարդկանց, ամեն, այդպես էլ է լինում, անպետք մարդկանց էլ է հեռացնում, երբ որ մենք սպասում ենք, շատ ժամանակ մեզ գցում ենք ինչ-որ մեկի գիրկը, ընկերներ, ընկերուհիներ, չգիտեմ, կներեք կին, ամուսին և այլն, մարդկային փոխհարաբերություններից է խոսանք, որովհետև շտապում ենք, մենք շատ արագ ուզում ենք ինչ անել հարստանալ, իսկ առակացում գրված է հարստանալու շտապողը անպատիժ չի մնա, դեմեք որ շտապելը լավ բան չի, արագ որոշումներ են կայացնում մեր հասկացողությունով, բայց դուք այստեղ մարդիկ եք, որ ձեր կյանքը տվել եք Աստծուն, ամեն, դու ասում ես չէ Աստծուն, ես իմ կյանքը տվել եմ քեզ, ես քոնն եմ, ինչ ուզում ես արա, երգում ենք, դե Աստված էլ ինչ ուզում անում է, ուրեմն սպասի, որտեղ ինքը գիտի երբ, ով և ինչպես, չես իշտոք ձե կագդան չի, ով և ինչպես, ամեն, սպասումը ուրեմն միշտ քո օգտին է աշխատում, ոչ թե քո դեմ,
Մենք սպասել չգիտենք, ու մեր կյանքը, մեր սիրտը, մեր մտքերը, մեր շրջապատը, մեր նեղ անձնական սահմանում լցնում ենք անպետք մտքերով, անպետք բնավորությունով, անպետք իրավիճակներով, ինչու չէ անպետք մարդկանցով։ Հետո տանջվում ենք, ոնց ազատվեմ այս բնավորությունից, ոնց ազատվեմ այս մտածելակերպից եւ ոնց ազատվեմ այս մարդուց։ Բայց որ դու արդեն հայտնաբերում ես, որ այդ մարդը քո ամուսինն է, օրինակ, էլի, էլ չես կարող ազատվես։ Պետք է դու սպասես, մինչև Քրիստոսը կգա։ Հետքան, այո։ Էդ է, դու ես ընտրել։ 10 օր ես սպասեիր, էլի, չէ ժողովուրդ օրինակ եմ բերում։ Ստեղ բոլորը ճիշտ ընտրություն են արել, Աստված օրհնի։ Ես են նոր սերունդի համար եմ ասում, չվռազեք, չշտապեք, երեխեք ջան։ Սպասել սովորեք։ Հալելույա։ Սպասումը մեր օգտին է աշխատում։ Ուրեմն ուշացումը, երբ որ Աստված ուշացնում է, ձգում է, երեսը հանում թաքնված ցանկությունները։ Ուշացումը երեսը հանում թաքնված ցանկությունները, ուշացման process-ը երեսը հանում թաքնված մեղքերը, այո, եւ շատ խոսքեր ու բառեր երեսը հանում։ Դրա համար Աստված ուշացնում է, ձգում է, որ դու բացահայտես ինքդ քեզ, որ դու բացահայտվես, որ դու տենաս դու ով ես, որ մենք տեսնենք մենք ով ենք։ Ուշացումը շատ լավ բան է։ Երեսահանում շատ կարևոր բաներ, որ մեր ներսում կա։ Ամեն։ Եկեք նայենք միասին Ելից 32-րդ գլուխը։ Առաջի խոսքից մինչև 7-ը։ Հետաքրքիր պատմություն շատ։ Այստեղ պատմությունը նրա մասին, որ Մովսեսը բարձրացել էր Սինա լեռը Աստծո հետ հանդիպման։ Բարձրացել էր ու չէր իջնում։ 40 օր չկար Մովսեսը։ Ժողովուրդն էր սպասում է։ Մովսես ասեց, ստեղ սպասեք, տեղ չգնաք, ոչ մի բան չանեք, ոչ մի բանով չզբաղվեք, ուտելիքը կա, հագնելիքը կա, ամեն ինչ Աստված տվել է։ Ստեղ սպասեք, որ երեխեքին ասում ես, սպասի գնամ, խանութ կա, ոչ մի բան չանես։ Ախորես երեխեները չար է։ Սենց, այդ Իսրայելի ժողովուրդն է չար է։ Մարդը ասում է, տեղ չգնաք, ոչ մի բան չձեռնարկեք, առանց ինձ։ Բարձրանում եմ սարը, Աստված իմ հետ խոսալու բան ունի, գնամ, խոսքը վերցնեմ, Աստծո խոսքը վերցնեմ, շարժվենք առաջ։ Հիմա այդ վիճակն է, եւ ժողովուրդը տեսնելով, որ Մովսեսը ուշացավ լեռից իջնելուց, հավաքվեց Ահարոնի մոտ եւ ասեց նրան. Արդեն սկսել է։ Վեր կաց մեզ համար աստվածներ շինիր, որպեսզի մեր առջևից գնան, որովհետև այդ մարդը Մովսեսը, որ մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ինչ եղավ։ Տենց է, չէ՞ գրած։ Ինչ եղավ։ Չգիտենք ինչ եղավ, տեսեք։ Ասում է, մեր համար աստվածներ շինի, որ մեզ տանի առաջ, որովհետև 40 օր այդ մարդը գնացել է չկա։ Արդեն իրանց մեջ Մովսեսին թաղել է։ Էլ չի էլ գա։ Ու աստվածներ, տեսնում եք, աստվածներ շինիր։ Գիտեք ինչ է ասում աստվածներ, որովհետև իրանք սովոր էին շատ աստվածներին։ Որովհետև երբ որ Եգիպտոսում էին, աշխարհիկ մտածելակերպը, երբ որ Եգիպտոսում էին, իրանք սովոր են, որ շատ աստվածներ կա։ Բայց երբ որ Տերը եկավ, ասեց ես եմ միակ Աստվածը, եւ դուրս բերեց նրանց Եգիպտոսի երկրից, եւ ծովը բացեց եւ ծովի մեջով անցան, այս այդ նույն մարդիկ են, որ տեսան ինչպես կարմիր ծովը բացվեց, ինչ հրաշք, մեջով անցան ժողովուրդ։ Բայց Փարավոնը իր զորքի հետ եկավ այդ նույն ծովի մեջ խորտակվեց։ Հիմա այս մարդիկ
Հելներն ասում են, էլ չենք կարող սպասենք։ Աստվածներ եկեք շինենք ու գնում են Ահարոնի մոտ։ Ահարոնը դեռ մի քիչ տենց խելոք մարդ էր։ Ինքը տենց լավ առաջնորդ չէր, որ մարդը հաճո բաներ անում։ Ով մարդը հաճո բաներ անում, ինքը ճիշտ առաջնորդ չի։ Եվ տեսեք շարունակությունը։ Ահարոնը ասեց նրանց. ձեր կանանց, ձեր որդիների, ձեր աղջիկների ականջներից հանեք ոսկե օղերը եւ բերեք ինձ մոտ։ Ամբողջ ժողովուրդը իր ականջներից հանեց ոսկե օղերը եւ բերեց Ահարոնի մոտ։ Նա նրանք վերցրեց նրանց ձեռքից եւ քանդակագործի գործիքով ձև տալով դրանք կերտեց մի ձուլածո հորդ եւ ասեցին. սա է քո Աստվածը, ով Իսրայել, որ քեզ հանեց Եգիպտոսի երկրից։ Մի քիչ առաջ ասում էին Մովսեսը մեզ հանեց Եգիպտոսի երկրից Աստծո օգնությամբ։ Հիմա մի հատ ոսկե հորդ են պատրաստել, պատկերացնում եք, հորդ։ Կովի ձակ։ Վիրավորական չեմ ասում։ Ու ասում են էսի քո Աստվածն է, էսա մեզ տանելու է առաջ։ Ես զարմանում եմ այս մարդկանց վրա, ժողովուրդ։ Լուրջ ես զարմանում եմ այս մարդկանց վրա։ Սա է քո Աստվածը, ով Իսրայել, որ քեզ հանեց Եգիպտոսի երկրից։ Ահարոնը տեսնելով այդ զոհասեղան շինեց, մի հատ էլ զոհ պետք է անել, պատկերացնում եք, դրա առաջ։ Նա հայտարարեց ասելով. վաղը տոն է Տիրոջ համար, հետևյալ առավոտյան կանուխ վեր կենալով ողջակեզներ մատուցեցին եւ խաղաղության զոհեր բերեցին։ Ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու ու վեր կացան ու սկսեցին խաղալ։ Բղծվեց այս ժողովուրդը։ Կերան, խմեցին ոսկե հորթի առաջ, պաշտեցին, զոհեր մատուցեցին, հետո գիտեք ինչ արեցին, բղծվեցին։ Այս որ գրածա խաղալ, դա պիղծ բաներ է, խառնվեցին իրար, ով ում հետ հասնի, խմած, հարբած։ Որտեվ կուրքին զոհ մատուցեցին։ Ու վեր կացան խաղալու, իմ մոտ գրածա բարելու։ Եվ պատկերացնում եք Աստված վերևից նայում է։ Լեռան վրա Մովսեսի հետ հանդիպման մեջ է։ Այդ ժողովրդի համար օրենքներ են գրում, կարգ ու կանոն են գրում, օրհնություն են գրում։ Նրանք էլ խաղում են իրանց համար։ Եվ Տերը ասեց Մովսեսին. գնա իջի։ Մովսեսը չգիտի, Մովսեսը Աստծո փառքի մեջ, երանության մեջ է, 40 օր ոչ կերել է, ոչ խմել է, բայց ոչ սոված է, ոչ ծառավ է։ Տիրոջ փառքը ծածկել է իրան, երջանկության գագաթնակետում է, 7-րդ երկնքում է, մեկ էլ Աստված սթափեցնում է Մովսեսին, վեր կաց ասում է իջի, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից։ Ապականվեց, նույն բառն է գրված։ Ապականվեցին։ Երբ ապականվեցին, երբ որ չկարողացան սպասել։ Երբ որ այդ սպասման ընթացքը ճիշտ ձևով Աստծո կամքի համեմատ չանցան։ Իրանք որոշեցին, որ Աստված չի կարող սուտել ամեն ինչ։ Եկեք մենք մեր ձևերով մի հատ նոր Աստված ստեղծենք, ով էլ մեզ կտանի օրհնության եւ խոստմունքի երկիր։ Եվ հենց այդտեղ ապականվեցին։ Մի օր էլ չանցավ։ Մի օր էլ չանցավ։ Ապականությունը եկավ իրանց սրտի մեջ։ Ինչ երևաց այս սպասման ընթացքում։ Միջև այդպես խելոք ժողովուրդ էին, ասեմ ձեզ։ Այս սպասումը ճիշտ չանցնելով երևաց, որ հələ իրանց մեջ Եգիպտոսը կար։ Իրանց ներսում դեռ կուրքեր կային, իդոլներ կային։ Այդ կուրքերը իրանց ներսում է, իրանց մեջից դուրս չեր եկել, դրա համար էր Աստված ձգում, ուշացնում, որ իրանք տենային իրանք ով են։ Որ հենց այդ պահին գար, Մովսեսը հենց մի օրից իջներ, չէին հայտնաբերի այդ ամեն ինչը իրանց մեջ, բայց ուշացրեց, ձգեց, Մովսեսին ասեց, տեսար, հլում համար ես բարեխոսում։ Բայց շարունակությունում նորից Մովսեսը բարեխոսում է, որտեղ ուզում է բոլորին վերացնի։ Ասում է, նայ ովքեր են։
վերացներ, Մովսեսին ասում Աստված, քեզանից մի նոր ժողովուրդ սկսեն։ Իսկ չեն անում։ Ոսկե հորթ են, պատրաստել պաշտում են։ Մեկ մեր մոտ էլ է շեղվում։ Երբ որ ճիշտ չենք սպասում, երբ որ ուզում ենք մեր ուզածով, մեր հասկացողությունով, մեր մտածածով, մեր ձևերով, մեր կապերով, կավա զանգես սպանին, փոխնախարարին, ոնց որ ուշացնում է Աստված, կավա փոխնախարար, ով ունի փոխնախարար ծանոթ, Աստված ուշացնում է ոնց էր, այս սենց էր ժողովուրդ ջան, որովհետև ուզում էին իրանց ձևերով անային, մարդկայինով անային, առանց Աստծո անային, իսկ դա չի անցնում, Աստծո մոտ չի անցնում, ստեղ երևաց այդ մարդկանց, այդ ժողովրդի սիրտը, երևաց իրանց իրական դեմքը, երևաց իրանց ով լինելը, երբ երևաց սպասման ընթացքում, սպասումի ընթացքում երևում է մենք ով ենք, Աստված խոստմունք ունի, այո, օրնված երկիր, այո, խոստմունքի երկիր, կաթումեղր բխող երկիր, գնացինք, գնում ենք, բայց դանդաղ ենք գնում, սպասումներով ենք գնում, ինչի համար 40 օրվա ճանապարհը 40 տարի տևեց, որպեսզի այդ ժողովրդի մեջից հանի Եգիպտոսը, աշխարհը, կռապաշտությունը, այս պղծությունը, այս ապականությունը պետք է մաքրեր Աստված, պետք է մաքրեր այդ ժողովրդի մեջից, որ խոստմունքի երկիր մտներ մաքրված եւ ճիշտ ժողովուրդ։ Եվ այս ամեն ինչը սպասման գործընթաց էր։ Ամեն դրա համար սպասելուց մի նեղվի, մի վախեցի։ Բաներա ի հայտ գալու։ Փառք Տիրոջը։ Միտեղ էլ նայենք շատ արագ։ Ես կարծում եմ շատերը մտածում էին սրա մասին, որ այս թեման էլ եմ խոսալու, այս տեղն էլ։ Ծննդոց 16-րդ գլուխ։ Մեր սիրելի հավատքի հայր Աբրահամի պատմությունը։ Աստված մի օր եկավ Աբրահամին եւ ասեց, որ դուք երեխա եք ունենալու։ Բայց նրանք արդեն մեծ էին, Աբրահամը 100 տարեկան էր, իսկ նրա կինը Սառան 90 տարեկան էր։ Եվ իրանք որոշեցին, որ Աստված մի բան այն չի ոնց որ հասկացել, տենց Աստված երևի ճիշտ չի բան արել ու պատմությունը կարդան։ 16-րդ գլուխ 1-ից 5-րդ խոսք։ Եվ Սառան Աբրահամի կինը չէր ծնում նրա համար։ Եվ նա մի եգիպտացի աղախին ուներ անունը Հագար։ Սառան ասեց Աբրահամին. Ահա Տերը ինձ զրկել է ծնելուց։ Մտիր ուրեմն իմ աղախնի մոտ, գուցե նրանից մի որդի ստանամ։ Տարերին էլ ուշադրություն դարձրեք։ Սառան կանայք մի քիչ բանը չէ, ֆանտազիայից լավ է, վտանգավոր ֆանտազիա։ Ասում է, ես 90 տարեկան եմ, բայց ինքը 90-ը չի հավատում, բայց որ Աբրահամը 100-ը հավատում է։ Ըստից էլ բանդուշ չի գա, մարդ ես, կարող է քո մոտ ստացվի էլի մի բան։ Մտի ասում է Հագարի մոտ, որ ես Հագարից, քեզանից ու Հագարից երեխա ստանամ իմ համար։ Ես ինչ մտածեց այ ախպեր։ Ասում է գուցե նրանից որդի ստանամ, որտեղ Աստված ասել է, Աբրահամ ջան, արի Աստծուն օգնենք, էլ ինքը ոնց որ չի կարող։ Արի ես մի հատ լավ բան եմ մտածել։ Մտուժեղ բան եմ մտածել։ Աբրահամ ջան, արի Աստծուն օգնենք։ Աբրահամն է խելոք մարդ է, մերպես էլի։ Իմ ու Դավոյի պես դες խելոք մարդ է։ Ասում է, հլը նա ինչ եմ մտածել։ Արի երեխա ստեղծենք մեր ձևերով։ Մտի Հագարի մոտ, Աբրահամը հա գնացի։ Խելոք գնաց ախպեր։ Երևի դուրը գալիս էր Հագարը, չգիտեմ։ Որտեղ ասում է, Աբրահամը լսեց Սառայի խոսքը։ Էմրտ ով է իր կնոջը լսում։
Խելոք գնաց մտավ այ մարդը։ Սարան Աբրահամի կինը վերցրեց իր եգիպտացի աղախնին Հագարին ու նրան կնություն տվեց իր ամուսնուն Աբրահամին։ Կինը իր ամուսնուն իր ծառայի հետ ամուսնացրեց։ Քանանի երկրում 10 տարի բնակվելուց հետո Աբրահամը մտավ Հագարի մոտ եւ նա հղիացավ։ Երբ Հագարը տեսավ, որ հղի է, արհամարեց տիրոհուն, Սարան ասաց Աբրահամին. Իմ կրած արհամարանքի հանցավոր։ Գցեց Աբրահամի վրա, տեսակ, տղեկ տեսակ ինչ եղավ։ Ինքը սարքեց, Հագարը հելավ արհամարեց, լուրջը տենց հա գրած։ Հագարը որ հղիացավ, Սարայի սկսեց արհամար, դու ով ես։ Ես եմ հիմա քո տեղը, ես եմ ազգերի մայրը։ Սարանը ֆռած, Աբրահամին ասաց դու ես մեղավոր։ Էլի ձեն չի հանում այդ Աբրահամը, այդքան խելոք կարելի է անել։ Իմ կրած արհամարանքի հանցավոր, ես իմ աղախնին քո գիրկը հանձնեցի, եւ երբ նա տեսավ, որ հղի է, արհամարեց ինձ։ Տերը թող դատաստանանի իմ եւ քո միջև։ Ինքը սարքեց, մի հատ էլ մարդուն մեղավոր անեց, հիմա էլ Աստծուն է խառնում։ Որ ասում Աստծուն մի խառնեք ձեր կեղտոտ գործերը։ Հիմա իրանք իրանց բան մտածեցի, ես իմ ինչ սարքեցի, հիմա էլ վերջում ասում է, դե թող Աստված դատաստան անի իմ ու քո միջև։ Բայց կանայք դեմք են լուրջ եմ ասում։ Գլուխ չենք անում ախպերես, 6000 տարիա գլուխ չենք անում։ Տեսակ ինչ եղավ, ստեղծեցին մի ազգ, մի ժողովուրդ, որը միջև հիմա տանջում է Իսրայելին, գիտեք, որ Հագարից ծնվեց Իսմայելը, եւ Իսմայելի սերունդը այսօր այդ իրանց շրջակայքում ապրող այդ մահմեդական ազգերն են, ովքեր պատերազմում են միջև առ այսօր։ Մի հատ Սարայի ֆանտազիան սաղից գցեց կրակը։ Այդ ինչից էր չէր կարող սպասել։ Բայց Աստված ասել էր։ Բայց Աստված գիտեք ոնց էր խոսել, բերանից բերան։ Աբրահամին ասել էր երեխա ես ունենալու։ Եվ աստղերին նայ այդ քո սերունդը այդքան ա լինելու։ Չկարացավ սպասի։ Քիչ էր մնացել։ Մի տարի հետո Իսահակը ծնվեց, կամ չգիտեմ երբ։ Կարող է ժամկետները խառնեն, բայց ծնվեց վերջը։ Վերջը Իսահակը ծնվեց ժողովուրդ։ Բայց լավ էր երևի, որ ասեց դատաստանը եւ ապաշխարեցին բան, մի բան փոխվեց։ Բայց Իսահակը ծնվեց փառք Աստծո։ Ասի քո Իսահակը ծնվելու է։ Մի վրաս։ Քո Իսահակը կա։ Որտեւ Աստծո մոտ կա։ Ինքնագործունեությամբ մի զբաղվի, մի շտաբի։ Աստված եթե ուշանա էլ, բայց տեսիլքը իր ժամանակին կհասնի։ Եթե հավատարիմ սպասես։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Գիտեք, երբ որ խոստմունքը ուշանում է, մենք սկսում ենք Աստծո հետ շփվել։ Երբ որ Աստված մեր ուզած բաները միանգամից չի տալի, դա պատճառ է դառնում, որ մենք սկսում ենք Աստծո հետ շփվել, շատ աղոթքներ անել։ Բայց ուշադիր, եթե Աստված քո ուզած բանը միանգամից տա, այդ չես աղոթի, այդ շփումը քո Աստծո մեջ կկորի։ Գնացի, ուզեցի, Տեր ես դուր, խնդրեմ վերցրա, մերսի, գնացի, Տեր ջան, Ես դուր տվեց, մերսի, գնացի վերջ, հետո այդ մերսին է չենք ասել, բայց Աստված չի տալի, լսի, որ ամեն օր գնաս, մի օր ուրիշ եթե հիմա 15 րոպե հետո կես ժամ ես աղոթում, հետո մի ժամ ես աղոթում, հետո 3 օր ես աղոթում, հետո ծոմեր ես վերցնում, ու դրա մեջ դու դառնում ես ուրիշ մարդ, Աստծո նպատակը է դա, ոչ թե ուշացնում է, որ դու տանջվես, ուշացնում է, որ դու դզվես, որ դու լավը դառնաս, որ դու դառնաս իր սրտի համեմատ մեկը։ Ամեն, այդ դրա համար է ուշացնում ժողովուրդ։ Լսեք, Դավիթը, երբ որ Դավիթ թագավորը արդեն թագավոր էր օծված,
Եվ Աստված Սավողին, որ Դավիթին հալածում էր, հանձնեց Դավիթի ձեռքը։ Նիզակը խփում է, Սավողին սպանում է, վերջ, ինքը թագավորը։ Բայց Դավիթը չարեց այդ բանը։ Ինքը սպասեց։ Դժվար էր, բայց սպասեց։ Ծանր էր, բայց սպասեց։ Որ Աստված եկավ Գեդեոնի մոտ, ասեց, ով զորավոր, Գեդեոն ասեց, ես զորավոր չեմ, բա ոնց հասկանանք, Աստծուց է, թե Աստծուց չի։ Լսի, հենց ձգվում է, ուրեմն Աստծուց է, չվախենաս։ Հենց ուշանում է, ուրեմն Աստված քո համար ավելի լավը ունի։ Ամեն, հենց ժամանակը երկարում Աստված քո համար գերազանցը ունի։ Դու քո համար անելու ես միգուցե, բայց լինելու է սովորական, բայց երբ որ Աստված է անում, դա լինում է գերբնական։ Իսկ Աստված քո կյանքի համար ունի գերազանց եւ գերբնական բաներ։ Ուղղակի սիրելիս, սովորի սպասել, Տերը մոտ է։ Ամեն, փառք Աստծուն, սովորի սպասել։ Գեդեոնը փորձում էր, չէ՞։ Խոտը դնեմ, ես կողքերը թաց լինի, մեջտեղը չոր մնա, փորձվում էր։ Ինչ ասում են, լինում էր, ձգվում էր, մի անգամից չասեց, վերջ գնացի կոտորելու։ Սովորում էր, Գեդեոնը սպասել գիտեր։ Դրա համար օրհնվեց եւ զորավոր մարդ դարձավ։ Հարկ Տիրոջը Աստված ուշացնում ձգում է, որպեսզի զորանաս, որպեսզի պատրաստ լինես եւ փոխվես, պատրաստ լինես գերազանց բաների, պատրաստ լինես զորավոր բաների։ Դրա համար էլ երկարում ու ձգվում է, բայց եթե արագ լինի, շատ արագ լինի, ոչ կզորանաս, ոչ էլ գերազանցի կհասնես։ Ամեն։ Եվ վերջի տեղը կարդենք, խնդրում եմ ոտքի կանգնեք։ Վերջի տեղը նայենք միասին։ Սաղմոս 40 առաջին եւ երկրորդ խոսքերը։ Նա դուզեմ ստուգել, ես ռուսերենով եմ իմ բան Աստվածաշնչը ռուսերենով եմ։ Էտա չէ։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Սաղմոս 40 առաջին եւ երկրորդ խոսքերը։ Սպասելով սպասեցի Տիրոջը եւ նա դեպի ինձ նայեց։ Սպասելով սպասեցի։ Իսկ նշանակում է երկար սպասեցի։ Սա նշանակում է համբերատար սպասեցի։ Սա նշանակում է ճիշտ սպասեցի։ Դե վերջապես նա դեպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։ Տեսեք ժողովուրդ, աղոթքը, ձայնը արդեն դարձել է աղաղակ։ Ասում է սպասելով սպասեցի Տիրոջը եւ նա իմ աղաղակը լսեց։ Այդ աղաղակը սկզբից ուզել է եղել։ Տեր ուզում եմ, չի տալիս։ Տեր խնդրում եմ, էլի չի տալիս։ Տեր դու գիտես, ես դրա կարիք ունեմ, նորից չի տալիս, բայց սպասում է։ Տեր ծոմ է վերցնում, էլի չի տալիս, վերջը գիտեք ինչ անում, աղաղակում է։ Տեր, ես ուրիշ տարբերակ չունեմ, դու ես իմ հույսը, ինչ է լինի ես քեզանից եմ սպասում, ուրիշ տեղ չեմ գնալու, ուրիշ Աստված չկա, ուրիշ օրհնության աղբյուր չկա, ուրիշ հրաշք գործող չկա, ուրիշ ամենակարող մեկը չկա, Տեր դու ես, աղաղակումը, սպասելով սպասեցի եւ Աստված իմ աղաղակս լսեց եւ ինձ հանեց կորստի հորից, տիղմոտ ցեխից եւ ին վրա կանգնեցրեց եւ վեմի վրա կանգնեցրեց ոտքերս եւ գնացքս հաստատեց փառք Հիսուս Քրիստոսին հալելույա սիրելիս փառք Տիրոջը սպասելով սպասի Տիրոջը խնդրեմ փառաբանության խումբը գա ուզում եմ երկրպագենք Տիրոջը եւ սովորենք սպասել սովորի սպասել դա օրհնություն է քո կյանքում դա օգուտ է քեզ դա զորացնում է քեզ սպասելու մեջ դու փոխվում ես լսի ուզում ես փոխվես կեսը գնացի դու սպասել ես ուզում ես փոխվես
Տերը ուշացնում է, որ փոխվես, որ դառնաս գերազանց մարդ, սորավոր մարդ, ուժեղ մարդ, հավատարիմ մարդ։ Բարք Տիրոջ, եկեք երկրպագենք մեր Աստծուն, որից հետո կաղոթենք, հալելույա։ Փառք Հիսուսին, մեր Աստծուցա, մեր սպասելիքը, նա ամենակարող Աստված է, նա բարի Աստված է, նա քեզ չի թողել երբեք ու չեր թողնի։ Փառք Տիրոջը, Տերը մոտ է սիրելիներ։ Փառք Աստծուն։ Վերցրու օրհնության խոսքը եւ կփառաբանենք Տիրոջը։ Աստված օրհնի քեզ եւ պահի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը պայծառեցնի իր սուրբ երեսը քեզ վրա եւ իր աստվածային խաղաղությունը տա քեզ եւ քո ընտանիքին։ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հետ հաղորդությունը մեր ամենքի հետ լինի։ Ամեն։ Ամեն Փառք Աստծո։ Փառք Աստծո սիրելիներ, եկեք եւս մեկ անգամ փառաբանենք Աստծուն եւ գնանք խաղաղությունով։ Ամեն։